Բարև սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով, իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նաև կարող եք տալ նեգատիվի առկայության մասին հարցեր, իմ բոլոր եթերները իրենք շատ յուրահատուկ են, ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ։ Եթե ես տեսնեմ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը կախված է նեգատիվի առկայությունից, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Սիրելիներս, դուք էլ եղեք ակտիվ ձեր լայքերով, ձեր սրտիկներով, ձեր նվերներով, նման ձևով մեր միջև կլինի էներգիայի փոխակերպում, ես իմ էներգիան տալիս եմ, դուք էլ ձեր сртикներով տալիս եք ձեր энергетика. Как вы знаете, дорогие мои подписчики, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, они понимают, они только русский язык, они русскоговорящие. Дорогие мои, вы можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием на ваши вопросы тоже буду отвечать. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Финансы, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать. Ասկանը սիրելիներս, սկսենք մեր ուղիղ եթերը։ Քո հար ամուսնություն կլինի քեվորի հետ, թե ոչ։ Քո հար ամուսնություն կլինի քեվորի հետ, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի քո հար։ Ճիշտ է, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծելի են, այո, ամուսնություն կլինի։ Լիլիթ Ասադոր, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի և Ասադորի համար։ Սիրելի Լիլիթ, սիրելի Ասադոր, ձեր վրա կա թուղթուղիղ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը առաջացրել է պրոբլեմներ և դեռ առաջացնելու է պրոբլեմներ, որը կբերի խնդիրներ և անձնական ոլորտում, և ֆինանսական, և առողջական ոլորտում։ Սիրելի Լիլիթ,
Սիրելի ասադոր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրա այս մաքրեք, որպեսզի այն բարդությունները, որ հիմա կան, դա ավելի չբարձրանա, ավելի վտանգավոր ուղղություն չստանա։ Մերի 38 տարեկան անձնական, Մերի 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։ Սիրելի Մերի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, կապված է ձեր անձնականը, որի պատճառով չկա անձնական։ Սիրելի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կապը, այս կախարդանքը, այս գիրը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, չկա անձնական, ձեր անձնականը գալիս է տեղ չի ասում, դուք եք սպասում եք, անտեղի ժամանակ եք կորցնում և շատ եք կորցրել եք ժամանակ, դիմեք էքստրասենսի, այս կապերը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական։ Սուսաննա 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 21 տարեկան անձնական։ Սիրելի Սուսաննա, վախեր կա ձեր անձնական ոլորտի հետ կապված, չեք կարողանում ճիշտ որոշում կայացնել, չեք կարողանում ճիշտ ընտրություն կատարել, սիրելի Սուսաննա։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ սիրելի Սուսաննա, ձեր հայրական ազգը անեծքի տակ է։ Եթե դուք ուշադրություն դարձրած լինեք, ձեր հորեղբայրները, հորաքույրները, տան մեջ կա խնդիրներ անձնականի հետ կապված, երեխա ունենալու հետ կապված, երեխաները առողջական խնդիրներով են ծնվում, ոչ թե գենետիկորեն բարդ առողջական խնդիրներով են ծնվում, հատկապես տղամարդկանց մոտ լինում է վաղաժամահեր։ Սիրելի Սուսաննա, ձեր ներքին վախը, ձեր ներքին տագնապը, ձեր տարօրինակ որոշում չկայացնելը հենց կապված է հայրական ազգի վրա եղած անեծքի հետ կապված, որպեսզի դուք չկարողանաք ձեր անձնականը ունենալ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Սուսաննա, մաքրեք այդ նեգատիվը ձեր վրայից և այն ինչ որ տիեզերական ուժերը ձեզ համար նախատեսել են, իսկ տիեզերական ուժերը ձեզ համար լավ բաներ են նախատեսել, դրանք կսկսեն կատարվել։ Իսկ եթե չմաքրվեք, ընդհակառակը քանի գնա ավելի քաոսային, ավելի փակուղային վիճակի մեջ կգտնվեք։ Մարիամ 24 տարեկան անձնական, Մարիամ 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Կա խնդիրներ, սիրելի Մարիամ։ Սիրելի Մարիամ, ձեր անձնականը փակված է։ Դուք եք հասկանում, որ տարօրինակ է այդ իրավիճակը։ Գիտեք ինչ, պետք է կատարվի ու չի ստացվում։ Խոսակցություն կա, որ ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի ազնվորություն, որը կլինի ձեր համար միակը, չի ստացվում, սիրելի Մարիամ, որովհետև կա թուղթուգիր, կա մագիա, կա անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն և ձեր անձնական կյանքի մեջ կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Եթե չմաքրվեք, քանի գնա ավելի կվատանա և վատ է, շատ վատ է, սիրելի Մարիամ։ Վալոդյա 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վալոդյայի համար։
Վալոջայի վրա թուղթուգիր կա, Վալոջայի վրա կախարդան կա, որը նաև բերել է այդ օտարությունը, բերել է այդ օտարացումը։ Քանի կա այս կախարդանկա Վալոջայի վրա, չեմ տեսնում շփում։ Որպեսզի լինի շփում, Վալոջայի վրայից պետք է մաքրվի այս նեգատիվը, նաև Վալոջայի վրա պետք է դրվի պաշտպանություն, որովհետև ով որ մի անգամ այս կախարդանկը եւ մագյան Վալոջայի վրա կատարել է, ինքը պատրաստ չէ հեշտ հանգիստ Վալոջային հանգիստ տոնելու, որպեսզի լինի հաշտություն, որպեսզի լինի վերադարձ, մաքրեք Վալոջային եւ պաշտպանություն դրեք, ամեն ինչ կկարգավորվի։ Գեղամ 30 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Գեղամի համար։ Գեղամ 30 տարեկան ֆինանսական։ Սիրելի Գեղամ, եւ ֆինանսական խնդիրներ կա, եւ անձնական խնդիրներ կա, դուք ցանկանում եք այդ իրավիճակից դուրս գալ, բայց քանի գնում ավելի խնդիրները բարդանում են։ Գիտեք ինչ, սիրելի Գեղամ, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց նաև դեզեր կա ասում եմ, մի վախեցեք, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, ձեր ֆինանսական ոլորտի մեջ կա խնդիրներ, բայց նաև կա հնարավորություն, կա ելք։ Ֆինանսական հաջողությունից անմիջապես հետո ձեր կյանքի եւ անձնական ոլորտի մեջ կլինի երջանկություն, կլինի փոփոխություն։ Այվազ 25 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Այվազի համար։ Այվազ 25 տարեկան առողջական։ Սիրելի Այվազը, ձեր առողջական խնդիրը դասովորական խնդիր չէ։ Ձեր առողջական խնդիրը կախված է թուղթուգրի անեզկի հետ։ Հատկապես փակվածուց է տալիս ձեր մայրական ազգը։ Սիրելի Այվազ, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի առողջացում, դուք ոչ միայն պետք է կատարեք բժշկի ցուցումները, պետք է նաև դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրացնեք, ձեր բիոէներգետիկ դաշտի վրայից մաքրեք այս մագյան, այս կախարդանկը նոր կլինի առողջացում։ Ձեր ֆիզիոլոգիական բարդությունը, ձեր ֆիզիոլոգիական խնդիրը, սիրելի Այվազ, դա ձեր մայրական ազգի վրա կատարված նեգատիվ տոհմական անեզքն է, որը խլում է ձեզանից ձեր կենսական էներգետիկան։ Ժենյա Միքայել, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ժենյայի եւ Միքայելի համար։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ժենյա Միքայել։ Կա խնդիրներ սիրելի Ժենյա, սիրելի Միքայել, կա խնդիրներ հատկապես ձեր անձնական ոլորտում։ Սիրելի Ժենյա, սիրելի Միքայել, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը բերելու է բաժանության։ Հենց այժմյան վիճակում ձեր մոտ շատ մեծ տարաձայնություններ է։ Որպեսզի չլինի բաժանություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ դուք կկարողանաք ձեր կյանքի մեջ մտցնել նոր էներգիա, նոր էմոցիաներ, հաջողության ժամանակահատված կմտնի։ Իսկ եթե չմաքրվի այս նեգատիվը ձեր վրայից, չեմ տեսնում անձնական հաջողություն, չեմ տեսնում երջանկություն։ Չկա, քանի կա այդ նեգատիվը, երջանկություն չեմ տեսնում։ Կարեն 41 տարեկան, տուն կունենաք թե ոչ։ Կարեն 41 տարեկան, տուն կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Ձեր երազանքն է, սիրելի Կարեն, ձեր երազանքն է։ Գիտեք ինչ, սիրելի Կարեն,
ձեր ընդհանրապես ոչ մի երազակներն էլ չի կատարվում։ Տան հետ կապված երազակներ նույնպես չեմ տեսնում, որ կատարվի։ Սիրելի Կարեն, ձեր վրա, ձեր ասնականի վրա կա կատարված թուղթուգիր, որը փակում է ձեր բոլոր երազակների ճանապարհը։ Չեմ տեսնում, քանի կա այս նեգատիվը, որ դուք կարողանաք տուն ունենալ, ընդհանրակը խնդիրներ, պրոբլեմներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս կախարդանքից, այս մագիայից, նոր դրանից հետո ձեր կյանքի բոլոր երազանքները կկատարվեն, տան հետ կապված երազանքը նույնպես։ Շնորհակալ եմ ձեր սրտիկների, ձեր լայքերի, ձեր նվերների համար շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շուշան 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Շուշանի համար։ Շուշան 32 տարեկան անձնական։ Սիրելի Շուշան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է։ Կա նաև առողջական խնդիրներ, դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը, հոգնածություն, ցավեր, տարօրինակ ցավեր։ Սիրելի Շուշանա, ձեր հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրներ կա եւ այս խնդիրը նաեւ այս թուղթուգրի պատճառով է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Շուշանա, եւ անձնական երջանկություն կլինի, եւ հաջողություն կլինի, եւ այս առողջական բարդություններից դուք դուրս կգաք։ Ձեր վրա շատ ուժեղ կախարդանք ու մագիա կա, որի պատճառով չկա անձնական։ Անահիտ 25 տարեկան, երբ երեխա կունենաք։ Անահիտ 25 տարեկան, երբ երեխա կունենաք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Դուք կունենաք երեխա, մի կվախեցեք, մի հիասթափվեք, երեխայի ծնունդ կլինի, ես ձեզանից աշկալուսանք եմ սպասում, սիրելի Անահիտ, եւ լավ երեխայի ծնունդ է լինելու։ Լինելու է երեխայի ծնունդ։ Շատ մոտ ժամանակահատվածում։ Էլինա 20 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլինայի համար։ Էլինա 20 տարեկան, առողջական։ Սիրելի Էլինա, ճիշտ է կա առողջական խնդիր, բայց նաև կա լավացում, կա ապակինում, մի կվախեցեք, անպայման դիմեք բժիշկների, կատարեք բժիշկների ցուցումները, կլինի լավացում, կլինի ապակինում, դուք կարողանաք, սիրելի Էլինա։ Ռաֆիկ 31 տարեկան, անձնական։ Ռաֆիկ 31 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռաֆիկի համար։ Ռաֆիկ անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռաֆիկի համար։ Սիրելի Ռաֆիկ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունես սիրելի Ռաֆիկ, ձեր երազանքները նպատակները կատարվելու է։ Հաջողություն է ցույց տալիս Ռաֆիկի անձնական կյանքում, ամուսնություն, երջանկություն։ Հովհաննես 45 տարեկան, անձնական։ Հովհաննես 45 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։
Սիրելի Հովհաննես, ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է երջանկություն, լինելու է հաջողություն, խնդիրներ կան, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Ռաֆայել 28 տարեկան գործնական։ Ռաֆայել 28 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռաֆայելի համար։ Սիրելի Ռաֆայել, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, Աստծու կամքով դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Էլինա 20 տարեկան ավագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլինայի համար։ Սիրելի Էլինա, հաջողություն է ցույց տալիս և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ նվերների, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Տիգրան 47 տարեկան գործնական։ Տիգրան 47 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Սիրելի Տիգրան, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է ձեր գործնական հաջողության ճանապարհը։ Այս թուղթուգիրը ոչ միայն ձեր ֆինանսականի վրա է ազդելու, նաև ազդելու է ձեր անձնականի վրա։ Հենց հիմա էլ ազդում է։ Սիրելի Տիգրան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի հաջողություն, և կլինի երջանկություն, և ֆինանսներ կլինի։ Այս նեգատիվը ամեն ինչ փակում է, սիրելի Տիգրան, ինչ ձեր եք տալիս քանդվում է։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի, սրտիկների համար։ Մանուշակ 37 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանուշակի համար։ Մանուշակ 37 տարեկան։ Սիրելի Մանուշակ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որը ձեր կյանքը ամբողջովին գցելու է խնդիրների ու քաոսի մեջ։ Ապագայում էլ ավելի քանի գնա, ավելի կբարտանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Մանուշակ, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Կա նաև առողջական խնդիր, ձեր հորմոնալ ֆոնի հետ կապված, որը նույնպես այս թուղթուգրի, այս մագիայի պատճառով է։ Դիմեք էքստրասենսի, մաքրվեք, որպեսզի լինի հաջողություն։ Անահիտ 42 տարեկան ֆինանսական։ Անահիտ 42 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Սիրելի Անահիտ, ձեր վրա կա խրտանք, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա, որը չի թողնում, որ դուք ֆինանսական հաջողություն ունենաք, ոչ միայն ֆինանսական դեպքված, սիրելի Անահիտ, ձեր կյանքի բոլոր ոլորտները ամբողջովին քաոսի մեջ է։ Մի քայլ առաջ եք գնում 15 քայլ հետ։
Սիրելի Անահիտ, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր դուք կհասկանաք, թե ինչ է հաջողությունը ֆինանսական ոլորտում և ինչ է երջանկությունը։ Կա նաև առողջական խնդիրներ, որը դուք չեք կարողանում հասկանալ, ինչն է պատճառը, թուլություն, դեպրեսիա, էներգիայի բացակայություն, դիմեք էքստրասենսի սիրելիս, կապ կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և հաջողություն կլինի, և առողջություն կլինի, և երջանկություն կլինի։ Արփինե 36 տարեկան ֆինանսական Արփինե 36 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար Արփինե 36 տարեկան ֆինանսական կա խնդիրներ սիրելի Արփինե բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, դուք հնարավորություն եք ունենալու Աստծո կամքով այս ֆինանսական խնդիրներից և բարդություններից հաղթանակով դուրս գալ։ Արմինե 34 տարեկան անձնական Արմինե 34 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար կա խնդիրներ սիրելի Արմինե բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում կլինի հաջողություն և գործնական ոլորտում կլինի հաջողություն մի վախեցեք, մի հիասթափվեք, կան խնդիրներ, բայց նաև կա ճանապարհներ։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Աննա 34 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար Աննա 34 տարեկան ֆինանսական Սիրելի Աննա, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է հնարավորություններ, լինելու է նոր ձեռքբերումներ, խնդիրներ կան, բայց նաև լինելու է հաղթանակներ, սիրելի Աննա։ Լուսինե 42 տարեկան անձնական Լուսինե 42 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար Սիրելի Լուսինե ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն ինչ երազանք նպատակ որ ունեք, ինչի մասին որ երազում եք, սիրելի Լուսինե, ձեր երազանքը կատարվելու է։ Գիտեք ինչ կա խնդիր, բայց նաև ցույց է տալիս, որ դուք այդ խնդրից հաղթանակով դուրս եք գալիս։ Ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Արման Պալասան Միասին կլինեն թե ոչ Արման Պալասան Միասին կլինեն թե ոչ տեսնենք ինչ է ասում տիեզերքը Կա խնդիրներ սիրելի Արման, սիրելի Պալասան, բայց կլինեք միասին Կա խնդիրներ, բայց դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրները հաղթահարել ցույց է տալիս, որ դուք կլինեք միասին։ Հեղինե 37 տարեկան, երբ բալիկ կունենաք։ Հեղինե 37 տարեկան, երբ բալիկ կունենաք։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Դուք բալիկ կունենաք և շատ մոտ ժամանակահատվածում ճիշտ է բժիշկների ցուցումով, բժիշկների միջամտությամբ, բայց շատ սպասված բալիկ կունենաք, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։
Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, վարդ 18 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի վարդի համար, վարդ 18 տարեկան ընդհանուր, կա խնդիրներ սիրելի վարդ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք, որը ընդհանուր փակում է ձեր երջանկության, ձեր հաջողության ճանապարհը։ Ճիշտ է, դուք դեռ երիտասարդ եք, փորձում եք հաղթահարել, բայց քանի գնա ավելի է վատանալու։ Ինչին ձեռ եք տալիս, քանդվում է, ինչով ուրախանում եք, քանդվում է։ Սիրելի վարդ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք և ձեր երազանքների ճանապարհը կկատարվի, ձեր երազանքները կկատարվեն։ Վազգեն 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վազգենի համար, Վազգեն անձնական, կա խնդիրներ սիրելի Վազգեն, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա կախարդանք կա, շատ նոր կատարված, պետք է լիներ անձնական երջանկություն ու չստացվեց, դու էլ չես հասկանում ինչն է պատճառը, ձեր վրա կախարդանք կա, սիրելի Վազգեն, մագիա կա սիրային, որի պատճառով չի լինում անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Վազգեն, և դուք կլինեք անձնական երջանկություն կունենաք, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների համար, Գուրգեն 64 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գուրգենի համար, Գուրգեն 64 տարեկան առողջական, սիրելի Գուրգեն, ճիշտ է կա առողջական խնդիր, բայց դուք կապաքինվեք, դիմեք 100%, դիմեք բժշկական հաստատությունների, կատարեք բժիշկների ցուցումները, կլինի լավացում, կլինի ապաքինում։ Մերի Սուրո, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի և Սուրոյի համար։ Կա խնդիրներ սիրելի Մերի, սիրելի Սուրո, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի մեջ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ, ճիշտ է կա խնդիրներ ֆինանսական, անձնական ոլորտում, բայց նաև կա ելք, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս կգաք, հաջողություն է ցույց տալիս, Գոր 40 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար, Գոր 40 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Գոր, ձեր անձնական խնդիրները, գիտեք ինչ սիրելի Գոր, ձեր անձնականը չի ստացվում, գալիս ու փախնում է, ցույց է տալիս, որ պետք է լինի ու չի ստացվում, գիտեք ինչ սիրելի Գոր, ցույց է տալիս, որ ձեր ոչ միայն անձնականը, նաև ձեր կյանքի բոլոր ոլորտների հետ է կապված այդ խնդիրները, մենակ անձնականը չէ, ամեն ինչ դարած է, ինչ քաշում եմ ցույց է տալիս խնդիրներ, գիտեք ինչ սիրելի Գոր, ձեր վրա կա նեգատիվ, դա ոչ թե թուղթուգիր է, ոչ թե անեծք է, այլ Աստծո ցույց է տալիս աչքի գործողություն, նավսի գործողություն, իրոք ինչին դուք ուրախանում եք, որ պետք է ստացվի, չի ստացվի, սիրելի Գոր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
Կատարեք մաքրում, դրեք նաև պաշտպանություն, որպեսզի ձեր երազանքները կատարվեն։ Ինչ ձեռ եք տալիս քանդվում է, դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը։ Ոչ ֆինանսական հաջողություն կա, ոչ անձնական երջանկություն։ Ձեր վրա նավս կա, ձեր վրա աչք կա, որը քանդում է ձեր հաջողությունը։ Անհաջողությունը ոչ միայն ձեր անձնական ոլորտում է, նաև ձեր ֆինանսական ոլորտում է։ Շատ դեպքերում հաշկն ու նավսը ավելի մեծ ավերիչ գործողություն է կատարում, քան թուղթուգիրն ու անեզքը։ Շնորհակալ եմ։ Անուշ 28 տարեկան անձնական։ Անուշ 28 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Կա խնդիրներ, սիրելի Անուշ։ Սիրելի Անուշ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա։ Փակված է ձեր անձնականը, փակված է ձեր գործնականը։ Գիտեք ինչ, դուք այնպիսի փակու առաջ եք կանգնած, որ հոգեբանական նույնիսկ խնդիրներ կա, սիրելի Անուշ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս կախարդանքից, այս մագիայից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Շնորհակալ եմ լայքերի։ Նարեկ 18 տարեկան Աբագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար։ Նարեկ 18 տարեկան։ Ֆինանսական խնդիրներ կա, գործնական խնդիրներ կա։ Սիրելի Նարեկ, ձեր վրա ընդհանրապես ցույց է տալիս, որ կա տոհմական անեզք, ձեր ազգը տոհմական անեզքի տակ է, վախեր կա, աբագայի հետ կապված, վախեր կա վաղվա օրվա հետ կապված, եւ այդ վախերը դա սովորական վախեր չեն։ Ձեր ներքին ձայնը, ձեր ինտուիցիան ձեզ ասում է, որ կա խնդիրներ, եւ այս խնդիրները չեն թողնում, որ դուք առաջ գնաք։ Սիրելի Նարեկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեզքը, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, վախեր չեն լինի, տագնապներ չեն լինի, խնդիրներ ու բարդություններ չեն լինի, ընդհակառակը կլինի հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ ձեր վաղվա օրը կլինի երջանիկ։ Շնորհակալ եմ։ Լիլիթ 27 տարեկան աշխատանք կգտնեք, թե ոչ։ Լիլիթ 27 տարեկան աշխատանք կգտնեք, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Այո, սիրելի Լիլիթ, դուք աշխատանք կգտնեք, դուք աշխատանք կգտնեք, ձեզանից էլ աշխատանք եմ սպասում, սիրելի Լիլիթ։ Քրիստինե 34 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Քրիստինե 34 տարեկան առողջական։ Կա խնդիրներ, սիրելի Քրիստինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որը բերել է առողջական նման բարդույթի առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում, սիրելի Քրիստինե, եւ բժշկի ցուցումները պետք է կատարեք, եւ պետք է դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի բուժումը լինի արդյունավետ։ Եթե դուք այս մագիայից, այս կախարդանքից չմաքրվեք, սիրելի Քրիստինե, բուժումը ոչ մի արդյունք չի տա։
Հողը կկործնեք, արդյունք չեք ստանա, սիրելի Քրիստինե։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Նելի 19 տարեկան աբագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նելիի համար։ Նելի 19 տարեկան աբագա։ Կա խնդիրներ սիրելի Նելի, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, սկզբում հաջողություն կլինի ձեր մասնագիտական գործնական ոլորտում, հետագայում նաեւ ձեր անձնական ոլորտում, սիրելի Նելի։ Դավիթ 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 21 տարեկան անձնական։ Սիրելի Դավիթ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Ինչ երազանք նպատակներ որ ունեք, սիրելի Դավիթ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Թամարա Գոր, ինչ է սպասվում հարաբերություններում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի եւ Գորի համար։ Թամարա Գոր։ Կա խնդիրներ սիրելի Թամարա, սիրելի Գոր։ Սիրելի Թամարա, սիրելի Գոր, ձեր հարաբերությունների վրա կա կախարդանք, կա մագիա, որը բերելու է ձեր հարաբերությունների ավարտին։ Որպեսզի լինի երջանկություն, սիրելի Թամարա, սիրելի Գոր, որպեսզի հարաբերությունների մեջ չլինի ավարտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում, սիրելի Թամարա եւ սիրելի Գոր, կլինի երջանկություն, կլինի հաջողություն, կլինի միություն։ Եթե այս մագիան ձեր վրայից չմաքրվի, հարաբերությունները 100% ավարտ է, եւ այս մագիան ոչ միայն ձեր երկուսի հարաբերությունների վրա է ազդում, նաեւ անհատական ձեզանից յուրաքանչյուրի վրա հարաբերությունների վրա է ազդում։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Կարոլինա 30 տարեկան ֆինանսական։ Կարոլինա 30 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարոլինայի համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Սիրելի Կարոլինա, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ճիշտ է կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց դուք հաղթանակով այդ խնդիրներից, այդ դժվարություններից դուրս եք գալիս։ Աշոտ 28 տարեկան անձնական, երբ կհանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Աշոտ 28 տարեկան անձնական, երբ կհանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Սիրելի Աշոտ, շատ մոտ ժամանակահատվածում ձեր անձնական ոլորտում կլինի երջանկություն, ձեզանից էլ աշխատանք եմ սպասում, դուք ձեր երկրորդ կեսին կհանդիպեք, կլինի երջանկություն, սիրելի Աշոտ։ Շատ մոտ ժամանակահատվածում։ Աննա 34 տարեկան անձնական։ Աննա 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Աննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են,
ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազում եք, դրանք կատարվելու են։ Ճիշտ է, կա խնդիրներ, սիրելի Աննա, բայց դուք հնարավորություն եք ունենալու Աստծո կամքով այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Քրիստինե 34 տարեկան անձնական Քրիստինե 34 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Ինչի մասին որ երազում եք, սիրելի Քրիստինե, ձեր երազանքները կատարվելու են։ Ալբերտ 22 տարեկան անձնական գործնական Ալբերտ 22 տարեկան անձնական գործնական Սիրելի Ալբերտ, ձեր վրա կա տոհմական անեզք, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, մաքրեք այս նեգատիվը ձեր վրայից, սիրելի Ալբերտ, եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Մելինե Կարնիկ անձնական գործնական Մելինե Կարնիկ Սիրելի Ալբերտ, դա եւ գործնականի վրա է ազդում եւ արձնականի վրա է ազդում, հետագայում դու դա կտեսնեք այդ նեգատիվի արկայության ազդեցությունը։ Մելինե Կարնիկ Անձնական գործնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի եւ Կարնիկի համար։ Սիրելի Մելինե, սիրելի Կարնիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Մելինե, սիրելի Կարնիկ, որովհետև այս թուղթուգիրը, այս մագիան ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում բերելու է խնդիրներ եւ պրոբլեմներ։ Մաքրեք այս նեգատիվը եւ կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Մալվինա 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մալվինայի համար։ Մալվինա 21 տարեկան անձնական։ Սիրելի Մալվինա, ձեր անձնական ամբողջովին փակված է։ Ձեր հենց անձնական կյանքի մեջ շատ ցավոտ իրավիճակ է եղել, դուք չեք հասկանում ինչն է պատճառը, սիրելի Մալվինա, բայց պատճառը ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Մալվինա,
Այս կախարդանքը, այս մակյան մաքրեք, դուք դեռ երիտասարդ եք և կլինեք երջանիկ։ Մաքրեք ձեր խնդիրը, որ ձեր անձնականի մեջ նման իրավիճակ է եղել, ձեր վրա կա թուղթուգիր։ Այս թուղթուգիրը, այս կախարդանքը, այս մակյան մաքրեք, դուք դեռ երիտասարդ եք, դուք կունենաք անձնական երջանկություն, դուք կունենաք հաջողություն։ Սա ձեր վրայից մաքրեք։ Հասմիկ 32 տարեկան, հղիություն կլինի, թե ոչ։ Հասմիկ 32 տարեկան, հղիություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Սիրելի Հասմիկ, ձեր վրա կա թուղթուգիր, որը չի թողնում, որ լինի հղիություն։ Որպեսզի լինի հղիություն, սիրելի Հասմիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ժամանակ մի կորցրեք, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, դուք դեռ ժամանակ ունեք հղիանալու, մաքրվեք կլինի հղիություն։ Եթե չմաքրվեք, սիրելի Հասմիկ, ժամանակը կկորցնեք, հղիություն էլ չի լինի։ Ձեր հղիություն չլինելու պատճառը ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է երեխա ունենալու հնարավորությունը։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Քրիստինե 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 47 տարեկան անձնական։ Սիրելի Քրիստինե, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է։ Ունեք նաև սրտանոթային համակարգի հետ պրոբլեմներ, դա նույնպես այս թուղթուգրի պատճառով է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Քրիստինե, և կլինի անձնական երջանկություն, և կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Լիլիթ 52 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 52 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ, և անձնական, և ֆինանսական ոլորտում, և ձեր անձնական ոլորտն է ցույց տալիս փակված, և ձեր ֆինանսական ոլորտը, դուք ցանկանում եք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ, բայց անընդհատ փոխանակ առաջ գնաք, հետ եք գնում, սիրելի Լիլիթ։ Ընդհանրապես, սիրելի Լիլիթ, ձեր վրա կա տոհմական անեծք, և հայրական ազգ է խնդիրներով, և մայրական ազգ է խնդիրներով։ Այս տոհմական անեծքը և ձեր անձնականն է փակում, և ձեր գործնականն է փակում, սիրելի Լիլիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, և կլինի երջանկություն, և կլինի ֆինանսական հաջողություն։ Ինչ կան գնում եք առաջ, դուք գնում եք պրոբլեմների մեջ, չկա անձնական, չկա գործնական, քաոս է, սիրելիս, մաքրվեք, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Անի 31 տարեկան անձնական։
Անի 31 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Կա խնդիրներ սիրելի Անի։ Սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը փակված է, չի ստացվում, չի կայանում։ Սիրելի Անի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվ, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ ձեր անձնական կյանքի մեջ կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Այո, ես իմ տան մեջ մարդկանց ընդունում եմ, կարող եք զանգել, ժամպայմանավորվել, այցելել։ Իմ տան մեջ մարդկանց ընդունում եմ եւ նայում եմ, եւ մաքրման գործողություններ եմ կատարում, եւ պաշտպանություն եմ տնում, եւ հիվանդ մարդկանց հետ եմ աշխատում, բիոէներգետիկ դաշտով մաքրում եմ մարդկանց խնդիրները։ Այո, դուք կարող եք զանգել, ժամպայմանավորվել, այցելել։ Ես on-line նույնպես աշխատում եմ, եթե մարդիկ կռնվում են հեռվում, տեսազանգով նույնպես աշխատում եմ։ Շնորհակալ եմ ձեր լավ խոսքերի, ձեր նվերների, ձեր լավ մեկնաբանությունների համար։ Շատ շնորհակալ եմ։ Սյուզաննա Հակոբ, կմիանան թե ոչ, կնշանվեն թե ոչ, Սյուզաննա Հակոբ, կհաշտվեք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Սյուզաննա Հակոբ, հաշտություն կլինի թե ոչ, կհաշտվեն թե ոչ, կա խնդիրներ, սիրելի Սյուզաննա, սիրելի Հակոբ, ոչ չեմ տեսնում հաշտություն, որովհետև կա թուղթուգիր, կա նեգատիվ, որը բերել է նման տարաձայնության, որովհետև լինի հաշտություն, սիրելի Սյուզաննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, եւ Սյուզաննայի եւ Հակոբի վրայից այս նեգատիվները մաքրեք, նոր դրանից հետո հնարավոր է լինի հաշտություն, այս նեգատիվը ձեր հաշտության ճանապարհը փակում է։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների, նվերների համար։ Մանե Արայիկ, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանեի եւ Արայիկի համար։ Մանե Արայիկ, կա խնդիրներ, սիրելի Մանե, սիրելի Արայիկ, հատկապես ֆինանսական ոլորտում կա խնդիրներ, բայց գիտեք ինչ, սիրելի Մանե, սիրելի Արայիկ, կան բարդություններ, ֆինանսական խնդիրներ, դժվարություններ, որը բերում է նաև անձնական տարաձայնություններ, բայց մի վախեցեք, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ եւ ձեր անձնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Դուք այդ ամենը կարողանալու եք հաղթահարել։ Աննա 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 35 տարեկան անձնական, Աննա, սիրելի Աննա, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություններ, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում կլինի մեծ հաղթանակ եւ հաջողություն, դրանից հետո նաեւ հաղթանակներ կլինի սիրելի Աննա ձեր անձնական ոլորտում, խնդիրներ, պրոբլեմներ թողնում եք անջա